Բաժակները պահել գլխից վեր, մեր հողի սուրբ կենացնենք խմում, մեր հողի կենացը ընկերներ, թող ծաղկուն լինի միշտ աշխարհում, բարի բերք մաղթենք մեր հողի ոսկի խաղողին, խաղողից գինի քամողի, մեր հողերն ազատ պահողին, բարի բերք մաղթենք մեր հողի ոսկի խաղողին, խաղողից գինի քամողին, մեր հողերն ազատ պահողին, բաժակները պահել սրտին մոտ, ժողովուրդ քո կենացնենք խմում, դարձավ քո գիշերը առավոտ, քո արևը հավերժ անմարում, բարի բերք մաղթենք մեր հողի ոսկի խաղողին, խաղողից գինի քամողին, մեր հողերն ազատ պահողին, բարի բերք մաղթենք մեր հողի ոսկի խաղողին, խաղողից գինի քամողին, մեր հողերն ազատ պահողին, բաժակները պահել գլխից վեր, սերունդներ ձեր կենացնենք խմում, շինարար եղեք անվեհեր, արժանի ապրելու այս հողում, բարի բերք մաղթենք մեր հողի ոսկի խաղողին, խաղողից գինի քամողին, մեր հողերն ազատ պահողին, բարի բերք մաղթենք մեր հողի ոսկի խաղողին, խաղողից գինի քամողին, մեր հողերն ազատ պահողին, Այսինքն ամենասնապեր կոնյակի սպիրտի տարիքով մենք հաշվում ենք մեր կոնյակի տարիքը։ Նույն տեխնոլոգիայով, եթե մենք հաշվում ենք 40, 50 և 55 տարեկան կոնյակի սպիրտեր, մեր կոնյակը քանի տարեկան է? 40, ճիշտ է։ Իսկ հիմա գնում ենք տեսնելով մեր 40 տարեկան կոնյակը։ Դա դերսից սպասել։ Արգեցուներ, սա մեր ամենագին կոնյակի և կոնյակի սպիրտերի մանրը։ Շատ հետաքրքրական է, որ այս մանրի պատերին դուք կարող եք տեսնել ամբողջ պրոցեսը, թե ինչպես ենք մենք ստանում մեր կոնյակի
Ձեզ ցույց կտամ մեր ամենահին 40 տարեկան կոնյակը, որը 40 տարեկան Աբգար թագավոր կոնյակն է։ Գտնվում է այս հատվածում։ Պես նշեցի, եթե կոնյակը 40 տարեկան է, նշանակում է, որ ամենաերիտասարդ կոնյակի սպիրտը 40 տարեկան է, բայց մենք ունենք 50 եւ 55 տարեկան կոնյակի սպիրտեր նույնպես։ Աբգար թագավորը եղել առաջին հայ թագավորը, ով դեռևս առաջին դարում ընդունել է քրիստոնեությունը անձնապես։ Եվ մենք մի շարք փաստեր ունենք այն մասին, թե ինչպես են Հիսուս Քրիստոսը եւ Աբգար թագավորը եղել նամակագրական կապի մեջ։ Այդ իսկ պատճառով այս տակառը եւ այս կոնյակը մենք համարում ենք սուրբ։ Եվ մենք ունենք մի այսպիսի գեղեցիկ ավանդություն։ Մենք զգալով 40 տարեկան կոնյակի բույրը, այսպես մենք կարող ենք պահել երազանք։ Կարող եք սկսել եւ փոխանցել։ Եղել են մի ժամանակ մեր դարաշրջանում, սակայն այժմ վերացման եզրին է եւ մենք համագործակցելով Հայաստանի Հանրապետության դիպուտների համագործակցել փորձում ենք վերականգնել այդ հողի տեսակները։ Այս շարքի ոլորտում մենք ունենք մոտ 50 տեսակ հողեր եւ փորձում ենք վերականգնել, որպեսզի նկատառ օգտագործենք մեր հողի եւ գինու արտադրության։ Այդ տեսակների մեջ համախմբող քարտի, վանքի, ջուրջուրուց, էնդեմիկ, աբորիգեն տեսակներ, որոնք բոլորը բացառապես հայկական տեսակներ են։ Հիմա շարժվենք առաջ։ Մեր վարչապետի Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև մեր նախագահ Վահագն Խաչատրյանը, մեր նախկին նախագահ Արմեն Սարգսյանը եւ ուրիշ շատ հարգարժան հյուրեր։ Այս մանրամասն նույնպես մենք փոքր էքսպերիմենտ այս հատվածում ենք գտնվում։ Այստեղ մեր գլխավոր գինեգործը Պարոն Ստեփանյանը, օգտագործելով ֆրանսիական մեթոդը, որը կոչվում է շոշկադիսյոներ, նա փորձում է ստանալ փրկրում գին։ Այստեղ որպես ունենք շշերը, նա ժամանակ առ ժամանակ խտոտեցնում է բոլոր շշերը, որպեսզի ստանա հենց փրկրում գին։ Այստեղ սկսում են 1970-ական թվականներից մինչև 2010-ական թվականները եւ բոլոր շշերը այստեղ էլ գնում են վաճառքի։ Հենց այսպիսի փոշո տարբերակով, այլ խնդրեմ ձեռք չտալ ուղղակի, այնտեղ կարող եք տեսնել կարմիր սուրբույթներով օրինակներ ունենք, այդ տեսակով եք վաճառում եւ հատուկ փայտյա դուփերի մեջ։ Եվ կարող եք նկատել, որ մեր բոլոր շշերը դրված են այսպես հորիզոնական վիճակում։
Դա նրա համար է, որպեսզի թթվածին չկարողանա մտնել ներս եւ գինին չփչանա։ Այսինքն իրենք հատուկ նպատակով են հենց այս դիրքով դրված։ Մեր բոլոր խցանները իդեպ բերում են Պորտուգալիայից եւ լավագույն որակով են, իսկ ամեն 5 տարին մեկ մեր գլխավոր գինեգործը փոխում է բոլոր խցանները։ Որտեղ ժամանակի ընթացքում իրենք կարող են այսպես վնասվել, կարող տեսնել այստեղ, եւ արդեն հարկերին են փոխելու խցանները։ Եթե ուզում եք այստեղ այդ նկարվել, խնդրեմ, որից հետո մենք արդեն շարունակենք։ Անդրանի տարածքում ոչ մի բանի ձեռք չեն տալիս։ Եկեք սկսենք։ Մենք ընդդնում ենք Իջևանի կինոմոնետի նորաբաց թանգարանում։ Մեր թանգարանի պատմությունը սկսվել է մի հնագիտական վայրի, որը կոչվում է Գետահովիտ 2 քարայր։ Այս քարայրը գտնվում է Գետահովիտ եւ Ետոքավակ գյուղերի միջև, այսինքն մեր մարզի դեպքում, եւ բնակիչները սկսել են դեռևս 2000 թվականներից, իսկ արդեն 2010 թվականից սկսված այս ամբողջ պրոցեսը սկսել է հովանավորվել մեր գործարանի կողմից։ Այս իսկ պատճառով այստեղ շատ իրեր կարող եք տեսնել, որոնք մենք գտել ենք այդ դրամների առջև։ Առաջին հատվածում դուք կարող եք տեսնել կարասը եւ օգնի գնաձև բաժակը, որը իր տեսակի մեջ միակն է առաջին Հայաստանում, եւ մենք այս երկու իրերը գտել ենք միասին Գետահովիտ 2 քարայրում։ Նախապես նշեմ, որ երեք այս հատվածի իրերը կարողանում են ազատագրել նշաններով։ Այստեղ կարող եք տեսնել տարբեր գործիքներ, շատ հետաքրքրական այս ֆոնդի մաշվածած դեկորը, որը Գետահովիտ 2 քարայրից է։ Իսկ այս հատվածում արդեն ունենք տարբեր դեկորներ, որոնք անում եղել են տարբեր տեսակի զարդերի հատվածներ։ Այստեղ ունենք թեժնոց, ունենք այստեղ կապազար, իսկ այս հեղինակի գործիքներն օգտագործել են, որպեսզի ստանան ծտան համարձանցել եւ կրկին միակն առայժմ Հայաստանում։ Այստեղ կարող եք տեսնել մատանի, իսկ այս մետաղադրամը նվեր է աշխատողներից մեկից, Արև Ջանյանից, եւ այն հրագրվում է դեռևս Տոմեական կայսրության ժամանակաշրջան, այսինքն 2000-ի ապրիլ տարեկան։ Իսկ այս հատվածում դուք կարող եք համարանի պատկեր տեսնել, ինչպես գիտեք, մի ժամանակներում մարդիկ շատ իրեր էին առաջացնում, որպեսզի նա կարողանա օգտագործել իր հետագա կյանքերում։ Ահա այս բոլոր իրերը մենք գտել ենք այս վիճակում, այսինքն մահացած մարդու հետ կապված վիճակում։ Իսկ այս հատվածում պես կարող եք տեսնել տարբեր ծաղկերի հատվածների։ Այստեղ տերմոց ունենք, այս նաև օգտագործել են սկիզբի վրա կանգնում այցերը։ Իսկ այս հատվածից սկսված մեր իրերը արդեն շատ վաղության է պատկանում, կարող տեսնել Քրիստոս տարած 13-12 դարեր։ Այս հատվածում կարող տեսնել Իսակի ծայր եւ այլ տարբեր նեգերի հատվածներ, որոնք որպես մենք գտել ենք տարբեր տարբերակներից եւ այսինքն նշանակում մարդու հետ կապված վիճակում։ Այստեղ կարող եք տեսնել մեր սուրը, որ ամբողջացնում է արդեն մեր դեպքերի ամբողջ հավաքածուն եւ ելի տարբեր թվականներով թվադրվող ամբողջներ, բաժակներ, որոնք օգտագործել են տարբեր կիրառության համար հիմնականում կենտրոնում։ Իսկ ահա վերջինը արդեն թվադրվում է քարիկարով, այստեղ հատիչներ կարող եք տեսնել, Իզագիդային է, որ պատրաստված է արդեն ոսկորից, որպես այդ հին ժամանակներում Գետահովիտ քարայրում տարբեր ոսկորներ են մնացել, որոնք զբաղվել են որսորդությամբ, այնուհետև տարել են իրենց որսը եւ հենց այդ որսի այդ ոսկորներից է պատրաստել են տարբեր տեսակի գործիքներ, մեր դեպքում սա արդեն Իսակի ծայր է։ Իսկ հիմա գնալ ես ցույց տալու մեր թանգարանի նպատակությունը, որը այս
Այնուհետև մենք ծծել ենք հենց անմիջապես գրականներից, սա նրանից մի փոքր հեռու։ Այստեղ կարող եք տեսնել գետաղի երկու քարայից մի պատկեր, սա թոների մի հատված է, այստեղ կարող եք տեսնել։ Եվ ինչն է հետաքրքրական, որ այս խաղի տեսակը ինքը վայրի տեսակ է։ Բայց այժմ մեր հիմնական խաղի տեսակները հետևս առաջացել են այս խաղի տեսակից։ Եվ արդեն այո, մշակված տարբերակներն են հանդիսանում։ Հիմա կխնդրեմ հավաքվել այս հատվածում, ես ձեզ շատ հետաքրքիր բան եմ այստեղ ցույց տալու, թե բոլորին հավաքվել։ Այդ պահին Նոյոյի չաղտավարից իրատ բերելով կյանքի և վերածնան շնչը։ Նա ծնկի իջավ մեր խոնար հողին, զգաց նրա ջերմությունը և տնկեց խաղողի մի մորդ։ Հողն ու արտողը սիրով ընդունեցին նրա նվերը, և մորդը ողբոջելով ու ծաղկելով դարձավ կյանքի ու պտղաբերության խորհրդանիշ։ Այդ օրվանից գինին դարձավ հայոց աշխարհի անմահ երգը և ներկինացների հավերժ ուրակիցը։ Այստեղ կարող եք տեսնել ամբողջ պրոցեսը ինչպես է հնում մեր կանգնումները ստացել գինի։ Այստեղ որոշ հատվածներ կարող են ձեզ նշեցնել մեր կոնյակի մարանի պատների պատկերները։ Սկզբում ունենք մեկ հավաքը, հետո ես ներկայացնում մեկ հավաքը, բայց հետո աղջիկը ոտքի և ճսնում համողը, այնուհետև կարասի մեջ մենք կողմենք գինի, որպեսզի ստանան գինի, իսկ վերջում արդեն վարվում են պատրաստի գինը։ Սա մեր տարածաշրջանի ընդհանրապես մի փոքրիկ պատկեր է, որ ամբողջությամբ ձեռագործած է։ Այս հատվածում արդեն կարող եք տեսնել մեր թանգարանի մշակութաբանական ողբոջը, այստեղ իրենք իրականացնի ցարուսակալական է, կարող եք այստեղ տեսնել տարբեր գործիքներ, այստեղ կարող եք տեսնել սան, շատ այստեղ կարող եք տեսնել խորագրված խաղողը, հայտարարված և մաշրու համաստող ներքն։ Իսկ այս սարանները օգտագործել են խմոր պատրաստելու համար, որպեսզի հաց տվեն։ Այստեղ անհասանցված վիճակում ունենք նաև մետաղական այսպես կենցաղի իրեր, կարող եք տեսնել տարբեր խորագրված հատվածներ ունեն իրենց վրա։ Սա պատալն է, որը պատրաստվում է լավաշ պատրաստելու համար է։ Այստեղ ունենք խնոցի երեք տարբեր դիրքերում տկած, պատանին կարող եք տեսնել մեր կին գորգերը, որով այս մեկը 1990 թվականով են նկատելու, իսկ այս երկուսը 1916 թվականով։ Այս ես պայտելու հատվածը նույնպես իր տեսակի մեջ միակն է և գտնվում է մեր թանգարանում և շատ լավ պահպանված վիճակում է։ Այստեղ նույնպես մենք շատ լավ պահպանված սայթ և արդեն կախված վիճակում կարող եք տեսնել